Սրտանց փառք Տիրոջը սիրելներ։ Ես որոշ թեմաներ եմ պատրաստել իմ սրտի մեջ դες դրվավ։ Մենք առանց իր այրան, առանց իր խաչի չեն կարա երկինք մտնել։ Մեր հավատքը, եթե չի կառուցվում իր այրան վրա, իր խաչի վրա, դրա համար ես 7 կետ եւ 5 կետեր եթե կարողանամ հասնեմ, կարճ բացատրեմ, այրան վրա հավատքը եւ այրան վրա խաչի վրայի հավատքը, այդ հավատքն է, որ մեզ կարող է երկինք հասցնել։ Հիմա ես ուզում եմ կարդալ այրան մասին։ Նրա այրունը քավել է ամբողջ մարդկության մեղքը։ Քավել նշանակում է պատիժը կրել։ Դու հավատալով ես ստանում թողություն։ Եթե չհավատաս, որ Հիսուս Քրիստոսը քավել է քո մեղքերը, դու թողություն չես ստանա։ Դրա համար սատանան կարողանում է շատերին խաբել, ասել դու խոստովանեցի, բայց չի ներվել։ Բայց եթե դու հավատաս, որ Հիսուս պատիժը կրել է, քավել է նա, որտեղ հին ուխտում էլ այսպիսի կարգ ու կանոն կար ժողովրդի մեջ, լսեք ինչ է գրված։ Ղևտացոց գրքի 4-րդ գլխի 20 խոսքը։ Եվ քանան անոնց համար քավությունն է, անոնց թողությունը լա։ Եթե մենք քավության չհավատացինք, մենք թողություն չենք ստանա։ Սա գրված է Ղևտացոց 4-ի 20-ը։ Եվ լեխի պատրգած զուրակ ինչպես հրավ, այն զուրակը այնպես պիտի է, քանան անոր համար քավությունն է, անոնց թողությունը լա։ Եթե քանան քավություն չաներ, քանան իր համար էլ է քավություն անում։ Եթե քանան քավություն չաներ, թողություն չէին ստանա։ Հիմա եթե դու չհավատաս, որ Հիսուս Քրիստոսը քավել է քո մեղքերը, թողություն չես ստանա։ Խոստովանես, բայց հետո սատանա միտքդ բերի, որ քո մեղքերը չի ներվել, դու էլ կարող ես հավատաս դրան։ Քավել նշանակում է պատիժը կրել։ Ինչպես է պատիժը կրելն է։ Երբ որ հայրը թողեց խաչի վրա հայրը թողեց իրա, ինքը ճաշակեց կրակի լճի մահը։ Կրակի լիճը մեղքի պատիժն է։ Եթե Քրիստոս մեղքի պատարագի քավության համար կրակի լճի պատիժը չկրեր, հայրը թողեց նրան, եւ նա ճաշակեց այդ տառապանքը, պատիժը կրեց, դրա համար քավություն եղավ բոլորիս։ Մենք քավություն չենք կարող ստեղծի, քավության պատարագը արել է Հիսուս զոհը։ Ասենք փառք իրան։ Սրտանց փառք, որ քավել է նա։ Եթե նա չքավել, ես ու դու թողություն չենք ստանա։ Երբ որ հավատում ես Քրիստոսի քավչարարանը, դու ստանում ես թողություն։ Հասկանում եք սիրելիներ։ Ով որ չի ազատվում իր մեղքերից, իր բնավորությունից, իր ներքին աշխարհից, նա Քրիստոսի այրանը գտնում հավատ չունի։ Հեսա մի քանի համարներ կկարդանք, լտես ինչ է գրած։ Ուրեմն Քրիստոսի այրան քավությանը նայեք ստեղ սիրելիներ։ Ես ինչպես եմ ներում մարդկանց կամ հաշտվում, ես հավատում եմ, որ Հիսուս մեծ տառապանքով քավել է այդ մարդի մեղքը, եթե նա քավել է իմ ներելն ինչ է, որ չներեմ։ Կամ եթե ես իսկապես քրիստոնյա եմ, իր զավակն եմ, իմ հերը քավել է, իմ փրկիչը քավել է, գոնե մի քանի հոգու մեղքեր վերցնեմ իրեն լացեմ էլի։ Ամբողջ աշխարհի մեղքը վերցել է իր վրա, չես կարող 2-3 մարդի մեղք վերցնես քո վրա լացես այդ մարդի համար։ Եթե իսկապես դու իր տղան ես, իր աղջիկն ես, դու խնդրեմ չսարքես ոչ մեկի հետ։ Ես հանուն նրա քավությանը բոլորին ներում եմ, ով ինչ ուզում անի։ Իր քավության հավատալով եմ ներում։ Նա տառապել է, քավել է, այդ ինչա որ ես չներեմ։ Եթե ես չեմ ներում, նրա քավությանը չեմ հավատում։ Դրա համար խնդրեմ առաջանում։ Ովքեր չի կարում ների, չի կարում հաշտվի, նրա ներսը հավատ չկա Քրիստոսի այրան քավության վրա։
Բա իմ Հիսուսը ահա որ տառապանքա քաշե, քավելա նրա մեղքը։ Մի հատ քույրիկ եկել էր լագեր, ես ուզում պատմեմ, որպեսզի շատերի մեջ այդ հավատքը լցվի։ Իր աղբերն էս մեղք էր գործել, չէր կարում աղբորը ներեր։ Չէր կարում։ Ես այս թեման սկսի խոսել։ Ասի քույրիկ ջան, ամբողջ աշխարհի մեղքը քավել է Հիսուս։ Դու հավատում ես սրան։ Ասեց հավատում եմ։ Դու հավատում ես, որ այդ մեղքերի ցուցակում քո աղբոր մեղքն էլ է քավել։ Հա, քավել է։ Բա որ քավել է, դու չես հավատում, որ քավել է։ Դու ընդհանրապես պիտի ներես։ Դու չես տառապելու նրա մեղքի համար։ Այդ տառապանքը քաշել է Հիսուս։ Հիսուս քաշել է, դու չես կարում ներես։ Դա լաց եղավ, ասեց, ես նոր հասկացա ինչ բան է Հիսուս, իր այրան զորությունը։ Որ նա քավել է, պատիժ կրելով քավել է։ Դու հավատում ես այդ քավությանը։ Ով որ չի հավատում, նա չի կարա ների։ Նա չի կարա իր մեղքը վերցնել իր վրա։ Այսօր մարդը չի կարող իր ընտանիքի մեղքը վերցնել իր վրա։ Իր քրոջ մեղքը վերցնել։ Որտեվ Հիսուսի քավչարար այրանը չի հավատում։ Դրա համար հավատ չունի։ Որ հավատա, ես հավատում եմ, որ Հիսուս մեծ տառապանքով, մեծ անարգանքով քավել աշխարհի մեղքը։ Ուրեմն քավել է բոլոր եղբայրների քուրերի սխալները, բոլոր մեր շնամների սխալները, մեզ հալածողների սխալները, սաղ քավել է։ Նա մի հատ ների էլի։ Դրա համար Սուրբ Գրքում հայրմերում ասում է. ինչպես ներես, այդպես կներվես։ Չես ներում, չես է ներվում, չես է փոխվում, կյանքը չի փոխվում, դու մնում ես նույն կիկոսը։ Մենք շատ մարդկանց նկատմամբ սեր ենք ցույց տվել, քաղցրություն ենք ցույց տվել, ամեն ինչ ցույց ենք, բայց մարդը չի հասկանում։ Ինչ, հավատք ունի, որ հասկանա։ Նա հավատում է, որ Հիսուս ահա որ տառապանքով քավել է, եւ քո մեղքը, եւ բոլորի մեղքը։ Այս մենակ սրան դու հավատակ, հոգևոր մարդ կդառնաք։ Մենակ սրան հավատակ։ Նայեք, երկրորդ կետը, հաշտություն Քրիստոսի այրունով։ Մենք հաշտվել ենք Հիսուսի այրունով։ Եթե հաշտվել ենք իր այրունով, Աստծո հետ հաշտված մարդը ո՞նց ալնում։ Բորբոքվող, նեղվող, կռիվարող, բամբասող, չարախոս, հա։ Եթե Աստծո հետ հաշտված մարդ, հա։ Հա, հարց եմ տալիս ես։ Մենք հաշտվել ենք Աստծո հետ։ Հələ նայեք ինչ ա գրած։ Սակայն ամեն բան ասը, որ մեզ իրեն հետ հաշտեցուց Հիսուս Քրիստոսի ձեռքով եւ տվավ մեզ հաշտության պաշտոն։ Մի ուրիշ համար էլ կարդամ այրան մասին, հաշտության մասին։ Սա գրեք երկրորդ Կորինթացիս 5:18-21։ Կողոսացիս 1:20-ում ինչ ասում, ամենը հաշտեցնե իրեն հետ խաչի վրա, խաղությունով անոր խաչի վրա թափված այրունով, հաշտեցնե իր այրունով Աստծո հետ։ Եթե հաշտված ես դու Աստծո հետ, պետք է ունենաս հաշտության պաշտոն։ Տեսեք ինչ ա գրած։ Այսինքն Քրիստոսի կողմանը դեսպանություն կենեք իբրեթե Աստված բարեխոսի մեզով, կաղաչենք ձեզ Քրիստոսի կողմանը հաշտվեցեք Աստծո հետ։ Այսօր ինչքան մարդկանց ենք փորձում հաշտեցնել։ Այդ մարդը Հիսուսի այրան խաչին հավատացող մարդը հաշտության պաշտոն կունենա եւ դառնա երկնային Երուսաղեմի դեսպան եւ աղաչի մարդկանց, որ հաշտվեն Աստծո հետ։ Իսկ ինքը դրանից միլիոն կիլոմետր հեռու է։ Որտեւ Հիսուսի այրան արժեքը չի գնահատում։ Այրուն է թափվել։ Աստծո գառն է մորթվել։ Այդ այրունը ամբողջ աշխարհի մեղքը քավել է։ Որ ես ու դու խոնարհվենք այդ այրան առաջ։ Զղջանք այդ այրան առաջ։ Այդ այրունը ինձ հաշտեցրել Աստծո հետ։ Աստծո հաշտված մարդը նեղվող, բորբոքվող, չարացող, բամբասող, մեծ խոսող ալնում, հարց եմ տալիս ես։
Ուրեմն եթե չես հաշտվի Քրիստոսի այրան նկատմամբ հավատք չունես։ Չունես հավատք։ Հավատք Քրիստոսի այրան վրա։ Քրիստոսի այրունը քեզ հաշտեցրել է։ Հələ տես ինչ է գրած։ Այդ այրուն նաև հաշտեցնելուց հետո տես ինչ զորություն անի։ Ինչ զորություն ունի մարդին։ Հələ տեսեք ինչ է գրած։ Այս գրածա որ մենք ապրենք, ոչ չի գրած մենք կարդանք, քարոզենք։ Գրածա որ մենք դա հավատանք եւ ապրենք։ Նայեք ինչ է գրած գրքի մեջ։ Հայտնության 7:14-ը։ Ասոնք մեծ նեղություն եկան, որոնք իրենց հանդերձները լվացեցին, գառնուկի այրունով ջերմեկցին։ Եթե հավատք ունենաս, այդ այրունը քեզ կմաքրի եւ կջերմեցնի քեզ։ Որ դու չես ջերմեցնել, դու ես մեղավոր, խո այրունը մեղավոր չի։ Ջերմեցնի, մաքրի, սրբի եւ ջերմեցնի։ Բայց այսօր շատ հավատացյալներ ջերմեցած չեն սկի, սկի լվացված չեն։ Բայց այրան մասին կերկենք, քարոզենք, խոսանք, օգուտը որն է։ Այրան մասին հավատքը։ Քրիստոսի այրունը լվում է մեզ, սրբում է մեզ, մաքրում եւ ջերմեցնում է։ Այս հավատքը պետք է ունենանք։ Ինչքան ուզում եք քարոզ լսենք, ինչքան ուզում եք կարդանք, խոսենք, աղոթենք, եթե հավատ չունեցանք, որ Հիսուսի այրունը հաշտեցնում է մեզ իր հետ, ջերմեցնում է, սրբում է Հիսուսի այրան զորությամբ, ասենք փառք Իրան։ Նայեք ինչ անում Աստծո այրունը։ Բանսի մորթվեցար ու մեզ ծախու առիր Աստծուն, քո այրունով այդ ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից, ազգից։ Գնել է քեզ այդ այրունը։ Եթե գնել է, դու իրավունք ունես քեզ պատկանես։ Գնել է քեզ։ Աստծո համար է գնել։ Գնել է քեզ, որ դու լրիվ իրան պատկանաս։ Քեզնից ազատվես։ Քո կամքից, փառքից, եսից ազատվես։ Գնել է քեզ հավիտյան։ Հայտնության 5:9 խոսքներ։ Նայեք այդ գնելը ինչ հատ տալիս։ Քանզի գնով ծախու առնվեցաք, ուստի փառավորեցեք Աստված ձեր մանու հոգիների մեջ, որոնք Աստծուն են։ Գնով է ծախու առնել, քո մարմին ու այրու ամեն ինչը պատկանում Աստծուն։ Առաջի Կորինթացիս 6:19-20։ Առաջի Կորինթացիս 6:19-20։ Ոչ մեկը քեզ չի կարա սուրբ տեղը մտցնի բացի իր այրունից։ Ոչ մեկը չի կարա։ Նա ինչ է գրած։ Սուրբ տեղ մտնելու համար։ Մեր ներսը, ովքեր սուրբ հոգով մկրտված են, նրանց ներսը սուրբ տեղ է, որտեղ սուրբ հոգին ապրում։ Ուրեմն եղբայրներ, համարձակություն ունալով սուրբ տեղը մտնել Հիսուսի այրունով։ Հին ուխտում քանապետը տարի մի անգամ իրավունք ուներ սրբության սրբոցը մտնել։ Բայց Հիսուսի այրունը համարձակ ամեն ժամանակ կարաս մտնես այնտեղ, որտեղ ապրում է Սուրբ Հոգին քո մեջ։ Մտի այդ վայրը։ Սուրբ Հոգին ասում է համարձակ մտի Քրիստոսի այրունով։ Լվացված մտի, մաքրված մտի, հաշտված մտի Սուրբ Հոգու մեջ։ Սուրբ Հոգու հետ։ Դրա համար խնդրում եմ, աղոթ կարեք, որ Սուրբ Հոգու այրան արժեքը բացվի ձեզ։ Ինձ բացվել է։ Դրա համար ես ինչ արել են իմ գլուխը բոլորին ներում եմ։ Հանուն Հիսուսի քավչարար այրան զորությանը։ Եթե դու Հիսուսի այրանը չես հավատում, ինչի ես հավատում։ Փրկություն այրունով է, թողություն այրունով է, ամեն ինչը սրբանալ, ջերմգնալ, գնվել, ամեն ինչի այրունով է։ Եվ վերջապես 7-րդը հաղթանակը Հիսուսի այրունով է էլի։ Հաղթանակը։ Նայեք ինչ է գրած։ Եվ անոնք հաղթեցին գառնուկի այրունովը, իրենց վկայության խոսքովը եւ իրանց կյանքը սիրեցին միջև մահ։ Հայտնության 12:11։ Եվ անոնք հաղթեցին գառնուկի այրունովը, իրանց վկայության խոսքովը եւ իրանց կյանքը սիրեցին միջև մահ։ Հաղթեցին։
Հաղթությունը Քրիստոսի այրունով է։ Եթե այրան հավատ չունես դու, ոչ կփրկվես, ոչ կհափշտակվես, ոչ կհաղթես, ոչ ոք։ Այրան մասին ինձ զորավոր է այդ այրուն։ Մի քանի խոսքեր ասեմ խաչի մասին, սրանք պիտի բացվի քեզ։ Խավություն, ամենակարևորը խավության հավատալն է։ Այդտեղից մարդի մեջ ձևավորվում ամեն ինչ։ Հավատում ես, որ խավել է ամբողջ աշխարհի մեղք։ Քոնել է խավել։ Նա ինչ է գրած գրքի մեջ։ Իմ ворցակներ, այս բաները գրեմ ձեզի, որպեսզի մեղք չգործեք։ Եթե մեղք գործելն եք, հորքով բարեխոս ունեք։ Հիսուս Քրիստոս արդար, անիկա մեր մեղքերի խավությունն է, ոչ թե միայն մերիներին, հապա բոլոր աշխարհինն ալ։ Հովանես 2-րդ գլուխ 1-2 համարներ։ Առաջի Հովանես 2-րդ գլուխ 1-2 համարներ։ Հաղթությունը, հաշտությունը, եղբայրներ քույրեր։ Մենք խորը հավատք ունենք, որ այդ այրունը շատ զորավոր է։ Ամբողջ սատանական աշխարհին, դիվական աշխարհին, պղծության աշխարհին հաղթում այրունը։ Խավում այրունը, բժշկում այրունը։ Ու մենք հավատ չունենք այդ այրան վրա։ Ինչքան ստից հավատ ունենք, բայց այրան վրա հավատք չունենք։ Ես, երբ որ Սուրբ Հոգին բացեց ինձ, ասեց նայի տղաս, ամբողջ աշխարհի մեղքը վերցրել եմ իմ վրա։ Դու չես կարող մի քանի քո ազգի մեղքը վերցնես քո վրա։ Քո ազգի համար լացես։ Քո ազգի համար ողբաս։ Ես ամբողջ երկագնդի Ադամից սկսած մինչև վերջին մարդի այրունը վերցրեմ նա խավել եմ քո ազգի, քո ժողովրդի, քո հարևանության։ Մեղքը վերցա քո վրա եւ լացի նրանց համար։ Եթե դու սիրում ես ինձ, եթե պաշտում ես ինձ, եթե իմ այրան հավատում ես, ես խոնարհվեցի Աստծո առաջ։ Ասի Տեր, որ դու տառապելով խավել ես, ամբողջ աշխարհի մեղքը վերցրել ես քո վրա։ Դուր ես էլ վերցնեմ իմ վրա իմ ազգի մեղքը։ Ողբավ իմ ազգի համար։ Լացեմ իմ ազգի համար, որ դու խավել ես իմ ազգի մեղքը։ Ես շատ շնորհակալ եմ։ Ինչքան խորը հավատք զորանա խավության վրա, այնքան հաղթանակը, զորությունը, սաղ կլինի տեղը։ Մեր ամբողջ խնդրումը անհավատությունն է։ Չենք հավատում։ Տեսեք, գառը Հիսուսը մորթվել ասում է, ես մորթվել եմ, ամբողջ աշխարհի մեղքը խավել եմ, դու չես կարող քո եղբայրների, քուրերի մեղքերը ներել։ Դու չես խավել, Հիմի ես գիտեմ, անգամ երկու քուրն էլ հավատացյալ են, իրար են մորթում։ Մարդու կնիկ երկսովել եկեղեցու ամանը իրար են մորթում։ Բայց հավատացյալ են։ Նրանք այրան հետ ինչ կապ ունեն։ Այրան հետ ինչ են հասկանում, ոչինչ չեն հասկանում, ժողովուրդ ջան։ Նայեք, մեր հին մարդը խաչել է ինքը։ Ճիշտ է։ Խաչե թե չի խաչել։ Դե որ խաչելը հավատ է։ Ամբողջ աշխարհը խաչել է քո համար, խաչել է քո համար, քեզ էլ աշխարհի համար։ Հավատ է։ Ինչ չես հավատում։ Որ գոռում ես, ճչում ես, նեղվում ես, այդ նշանով խաչված չես։ Այդ խաչելությունը չես ընդունում։ Պողոս առաքյալ ասեց, Քրիստոսի հետ խաչ ելա ես, այլևս ես կենդանի չեմ։ Խաչը զորություն ունի։ Ամբողջ մեղքը չնջել է խաչով, մահ հաղթել է խաչով։ Տեսեք, գրված է գրքի մեջ։ Մահ հաղթել է խաչով։ Բայց հիմա հայտնվեցա մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս երևնալով մահ խափանեց եւ իլույս անեց կյանքը անմահություն ավետարանի միջոցով։ Մահ խափանել է։ Սատանայի գործերը քանդել է։ Սատանային պատժել է։ Բայց մենք սատանայի լծի տակ ենք մտնում։
Մենք հավատում ենք Հիսուսի խաչին, չենք հավատում։ Մենք անհավատ մարդիկ ենք։ Ես խորը համոզված եմ, եթե Հիսուս ինձ խաչել է, իմ հին մարդը խաչել է, ինչի՞ չես անում վրիցդ։ Հանա վրիցդ, նորը հագի, եթե հավատաս կհանես, եթե հավատաս կազատագրվես, հավատաս Քրիստոս կապրի քո հետ։ Ես ամեն օր խաչվում եմ։ Ամեն ատեն Պողոս Առաքյալը շատ զորավոր հավատաց է, բայց ամեն ատեն ինչ էր խաչվում։ Այս մարդը չէր հասկանում, հավատ չէր հասկանում, ինչ էր խաչվում այս մարդը ամեն ատեն։ Ամեն ատեն Հիսուսի մահը մեր մարմնի մեջ կրենք, որպեսզի կյանքը մեր մարմնի մեջ հայտնվի։ Վասին որ մենք կենթանի ենք Հիսուսի համար միշտ մահվան կմատնվենք, որպեսզի կյանքը մեր մահկանացու մարմնի մեջ հայտնի դա։ Ընդունիր ամահը, մահացի նրա հետ, եսով, փառքով ամեն ինչով մեռի, քեզ պետք չես, ամեն օր այդ աղոտ կանում եմ, Պողոս արել ամենատեն, այդ աղոտն արել է, ես Պողոսի զորավորը չեմ, Պողոսքի ոտի տակի հողը չարժեմ ես հավատում եմ Հիսուսի խոսքերին, խաչել եմ Պավել քոյին մարդը, աշխարհը խաչել եմ քո համար, քեզ էլ աշխարհի համար։ Դու իմ հետ ապրի, թող ես ապրեմ քո մեջ եւ փառավորեմ քեզ։ Հիսուսը երեք այսօր նույն կենթանի Հիսուսն է, այդպես է թե չէ։ Նա եկել է խաչով, այրունով, այրան մասին հավատքը խոսեցի, խաչի մասին կետերը թվե մեկ-մեկ։ Առաջինը հին մարդի խաչելություն։ Չէ, առաջինը հաշտության պաշտոնել է տալիս, խաչով է լինում։ Խաչով հաշտության պաշտոն ենք ստանում։ Եվ դառնում ենք Եղնային Եզրել դեսպաներ։ Հաշտության պաշտոն, երկրորդը հին մարդի խաչելությունը, Հռոմեացիս 6:6, երրորդը մեր անձի խաչելությունը, Պողոս ասում է, Քրիստոսի հետ խաչը ելա ես, անձի խաչելությունը, երրորդը, չորրորդը, Գաղատացիս 6:14, մեր պարծանքը միայն Հիսուսի խաչը լինի։ Աշխարհը խաչել է համար, քեզ էլ աշխարհի համար։ Եթե աշխարհը խաչել է, աշխարհը ինչ գործ ունի քո հետ։ Քեզ էլ խաչել է աշխարհի համար, աշխարհը ինչ գործ ունես։ Ինչ գործ ունես։ Դրա համար մենք այս հավատքը պետք է խորացնենք, լցնենք եւ այս ուղղությամբ քարոզներ շատ լինի։ Խաչի քարոզը կյանք է տալիս ժողովրդին։ Այրան մասին, խաչի մասին։ Ինչքան խորը խոսանք, ինչքան խորը բացատրենք, այնքան խորը հավատ կլինի, այդ հավատն էլ մեզի կազատի։ Առանց հավատքի աննարա Աստծուն հաչոր լալ։ Եբրայեցիս 11:6։ Եղավ կանգնենք բուտի աղոթքի եղբայրներ։